Խորվաթիան տարածքով փոքր երկիր է, կարծես թե հիշեցնում է Հայաստանը, բնակչության թիվը մոտ 5 միլիոն է, վերջին տվյալներով եւ երկիրը ինչ որ չափով նաեւ բնակչության առումով է Հայաստանը հիշեցնում, որքան գիտեմ հայ համայնքը Խորվաթիայում շատ փոքրաթիվ է, Այո, առնվազն 100-ին մոտ թիվ է կազմում եւ եկեղեցիներ, դպրոցներ, հայկական լրատվամիջոցներ չկան։ Սա իմ տեղեկություններով։ Ես կխնդրեմ դուք նշեք, թե այս տեղեկությունները որքանով են համապատասխանում իրականությանը։ իրականում ես էլ զարմացա, որ 100-ին մոտ հայ, որովհետև իրականում ես կասեի 50, 60, 70 ընդհանուր երկրում, ամբողջ երկրում, եթե կան թաքնված հայեր, չգիտեմ անկեղծ ասած, բայց այո, ուրեմն փոքրիկ երկիր է, Հայաստանից մեծ, շատ տարբեր երկիր է, ունենք նմանություններ ու ցավոք սրտի շատ քիչ հայեր կան, բայց դա մեզ չի խանգարում ընդհանրապես անընդհատ միջոցառումներ են կազմակերպում։ Հայերի փոքրաթիվ լինելը ինչով է պայմանավորված։ Կյանքը հարմար է մեզ համար այդտեղ։ Անկեղծ ասած չգիտեմ, իհարկե դժվար է Խորվաթիայում բնակվել, ապրել, բայց շատ գեղեցիկ երկիր է։ Անձամբ չեմ կարող ասել ինչու, ինչ պատճառներով է, որ հայերի թիվը փոքր է այստեղ, հարևան երկրում ավելի փոքր է, անկեղծ ասած Սլովենիայում, մյուս երկրներում մի քիչ ավելի շատ, բայց պատճառը ինքս չեմ կարող ասել։ Այնուամենայնիվ դուք հայ համայնքի ղեկավարն եք, համայնքը ինչով է զբաղվում։ Ինչպես է կառուցում իր կյանքը, կենցաղը, աշխատանքը։ Այդ 50-60 հոգուն ինչն է պահում Խորվաթիայում։ Իրականում ունենք հայեր, ովքեր տեղափոխվել են Խորվաթիա, չգիտեմ, 30 տարի առաջ, 10 տարի առաջ, մեծամասամբ արվեստագետներ են, ունենք շատ երաժիշտներ, շատ ասելով նշանակում է մի 2-3 ընտանիք, ինչով ենք իրականում շատ ոնց ասած, քանի որ ընդամենը 70, 60, 40 հոգի են, ցենց ընդհանուր անընդհատ տատանվում է, որովհետև ճանապարհորդում են ու միջոցառումներ կազմակերպել, կապի մեջ մնալ, մի քիչ դժվար է անկեղծ ասած, բայց փորձում ենք մեր կարևոր տոներին գոնե լինել միասին, որը որ տարեցտարի արդեն քիչ-քիչ ստացվում է։ Նա դուք եւս մշակույթի ներկայացուցիչ եք, խնդրեմ դրա մասին խոսեք, ինչով եք զբաղվում, ձեր աշխատանքները որտեղ կարելի է տեսնել, արդյոք Հայաստանում ցուցադրություն ունեցել եք, թե ոչ։ Ես կավագործ եմ, 2019 թվականին ստացել եմ ժողովարդպետի կոչում, ցավոք դեռևս Հայաստանում ցուցադրություն չեմ ունեցել, բայց պլանավորում եմ, իսկ ընդհանրապես ցուցադրություններ ունեցել եմ Եվրոպայում, Եվրոպայից դուրս, տվյալ պահին իմ աշխատանքները կարելի է գտնել 4 երկրում, երևի Հայաստանում նույնպես կա, ուրեմն Հայաստան, Սլովենիա, Խորվաթիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ձեր աշխատանքները վաճառվում են Խորվաթիայում։ Այո, Եվ ովքեր են վաճառվում են գնորդները։ մեծամասամբ տուրիստներ կամ ոնց որ բարեկամ ցանոթներ, այսպես ասենք։ Դուք ասացիք, որ Խորվաթիայում հայ համայնքի մի զգալի մասը մշակույթի ոլորտն է ներկայացնում։ Այլ ինչ ներկայացուցիչներ կան մյուս ոլորտներից մշակութային։ Բացի Առաջինը պետք է նշեմ Ռուբեն Դալիբալթայանին, ով որ աշխարհահռչակ դաշնակահար է եւ իր ամբողջ ընտանիքը զբաղվում է երաժշտությամբ։ Ունենք նաեւ դաշնակահար Դավիթ Ղազարյանց, որը ջազմեն է, երկուսն էլ դասավանդում են Զագրեբի կոնսերվատորիայում։ Կողքի ուրիշ քաղաքներում ունենք եւս 2 երաժիշտներ, ջութակահարուհի Աննա Ծնգրյան եւ դաշնակահարուհի
Նաիրա Ավետիսյանը, որ Դուբրովնիկում է, իսկ Անեդը Ռիեկա քաղաքում է, այնպես որ սենց սփռված ենք ամբողջ Խորվաթիայով։ Մայիսի 1-ը աշխատավորների օրներ, միջազգային օրներ, այդ տոնը նշվեց նաև Խորվաթիայում։ Ինչպես եւ Հայաստանում, Խորվաթիայում նույնպես մայիսի 1-ը դա ուրեմն ազատ օր է, բոլորը նշում են։ Այս տարի իրական միասին չենք նշել, այսպես ասած հայերով չենք նշել, քանի որ անդադար միջոցառումներ ունեինք, որտեղ ապրիլի 24-ին ենք միջոցառում ունեցել եւ հիմա նախատեսում ենք բարեգործական համերգ ամսի 12-ին ու այնպես որ հանդիպումները շարունակվում են։ Ապրիլի 24-ի միջոցառումները ինչ ոգով են անցնում, ինչ միջոցառումներ եք կազմակերպում։ Անցած տարի օրինակ ունեցել ենք լրիվ 5 օր ունեցել ենք հայկական մշակութային օրեր Խորվաթիայում, որի մեջ մտել է եւ ամսի 24-ը, որի ժամանակ ունեցել ենք դասական համերգ։ Այս տարի հենց ամսի 24-ին կրկին ունեցանք դասական համերգ, որտեղ մասնակցում են հայ եւ խորվաթ երաժիշտները, ունենք հենց Խորվաթիայում բնակվող հայերը, ունենք հյուր երաժիշտներ հենց Երևանից։ Ու մեծամասամբ, քանի որ ասացի, մենք ավելի շատ մշակութային բնակավարի համայնք ենք, դրա համար մեծամասամբ լինում են կամ ցուցահանդեսներ, տեղեկատվական ինչ-որ պրեզենտացիաներ ու երաժշտական համերգներ։ Տեսեք, համայնքը փոքրաթիվ է, շատ փոքրաթիվ, բայց տվյալ պարագայում կարծես թե լեզվի պահպանման խնդիրը շրջանցվում է երևի թե հաշվի առնելով այն, որ համայնքի զգալի մասը մշակույթի ներկայացուցիչ է, ճիշտ եմ հասկանում։ Այո, պլաններում ունենք իրականում հայոց լեզվի հետ կապված հանդիպումներ հատուկ, նույնիսկ մենք իրականում Խորվաթիայում ունենք հայ-խորվաթական համայնք, քանի որ փոքրիկ ենք, ուզում եմ ավելացնել, որ մեր խորվաթ բարեկամները տվյալ պահին սովորում են հայերեն, այնպես որ ոնց ասեմ, մեծ պլաններ ունենք անկեղծ ասած, խորվաթներին էլ ներգրավելու ու մեր փոքրիկ բալիկներին ներգրավելու, որպեսզի անընդհատ խոսվի հայերեն։ Իսկ փոքրիկ բալիկները որտեղ են սովորում հայերեն։ Տանը։ Ցավոք սրտի ոչ մի տեղ չունենք առայժմ, բայց մեծամասամբ պլաններում կա, այսպես ասած, հանդիպումներ ամսական գոնե մի անգամ, որտեղ կխոսվի կզրուցենք հայերեն։ Հայկական մշակույթն եք ներկայացնում Խորվաթիայում, ստացվում է։ Դա հասկացվում է խորվաթների կողմից։ Վստահաբար այդ 70 ընտանիքը միայն չեն կարող վայելել եւ այսպես ասած սպառել այդ մշակույթը։ Չէ, իրականում շատ լավ ընդունվել է, նույնիսկ այն մոտիվները, որ ինձ թվում էր, որ այստեղ չէին անցնի, մեծ սիրով ընդունվեցին։ Նախկինում ասացի, որ շատ նմանություններ ունենք եւ հենց զարդարվեստի մեջ էլ կան որոշ նմանություններ ու ինքս ունեմ մի պրոյեկտ, որով միացնում եմ հայկական եւ խորվաթական մշակույթները միմյանց, դա իրենց հին գլագոլից այդ տարերի իլյուստրացիան է հայկական ոճով, այնպես որ ես կարող եմ ասել, որ խորվաթները ավելի ոգեշնչված են այդ նույն նոր ինչ-որ պրոյեկտներով եւ ափսեները եւ այլն, որ պատրաստում, քան հայերը նույնիսկ, որովհետեւ արդեն տեսնում են իրենց մշակույթի մի մասը ու այն մասը, որը որ քիչ արդեն մոռացվում էր, ես առաջ եմ բերել ու միացրել եմ հայկական մշակույթի հետ ու այդպես, ոնց ասած, խնդիր չկա ընդհանրապես։ Համայնքական իրադարձություններին հետևում եք, քանի որ տեղական մամուլ չունեք այդտեղ։ Համայնքը կտրված է հայկական։ Չէ, համայնքը ընդհանրապես կտրված չէ, շատ անընդհատ այցելություններ են լինում Հայաստան ու հենց ի շնորհիվ մեր երաժիշտների նույնպես անընդհատ փորձի փոխանակում եւ այլն անընդհատ Հայաստանի հետ կապի մեջ ենք։ Օրինակ կուզենայի ավելացնել, որ ամսի 12-ի մեր բարեգործական համերգը որ լինելու է, դա ամբողջ հասույթը իրականում
Հայաստանում տվյալ պահին բնակվող արցախցի բալիկների համար որոշների համար երաժշտական գործիքներ գնելու մտադրությամբ ենք անում, այնպես որ անընդհատ, ինչպես ասեմ, հետևում ենք ու փորձում ենք շատ փոքրիկ ենք, կուզենանք ավելի շատ բան անել, բայց մեր հնարավորությունների չափով փորձում ենք օգուտ տալ ինչ-որ մի ձև, ինչ-որ մի սեկտորի։